Ինչպես նաև հատուկ ջոկատայիններ են ուղարկում սև ֆորմայով, հայրս նույնիսկ սևամորթ վարձկան է հանդիպել այնտեղ զոհերի մեջ։ Հասկանում եք, սևամորթներ կային, արաբներ կային, Ալլահ ակբար գոռալով, ինչպես են, չէ, առաջին համաշխարհայինում զենքը ձեռքները վազելով գալիս վրաներդ։ Այդպես ինչ որ դեղերի ազդեցության տակ վազում էին, որովհետև երբ որ մենք մեր դիրքերից բետոնկայի ուղղությամբ 120 մմ-անոց ականանետով ական էինք շպրտում իրենց շարքով քայլող գումարտակի վրա, շարքը չէր քանդվում։ Շարքի մեջ խփում էինք 10-15 զոհեր լինում, շարք ուղիղ, շարային քայլելով գալիս։ Զոմբիացված։ Այո, ես չգիտեմ ինչ էին սրսկում, մետամֆետամինի տակ երևի այդպես գալիս էին։ Ուրեմն հակառակորդը իդեպ հրետանով էր կրակում մեզ։ Հակառակորդը հրետանին եւս մեկ անգամ ուղում է մեր ուղությամբ ու համազարկով կրակում է։ Բախտի բերմամբ թերաթռիչք է տալիս, թերաթռիչք մոտ մի 150-200 մետր։ Ու հակառակորդը հենց իր անձնակազմը ամբողջովին ոչնչացնում է։ Ու կոպիտ ասած մենք այս հակառակորդի սխալի միջոցով ենք կարողանում փրկվել։ Այսինքն տանկային դիրքերն ու 4-րդ ու 5-րդ վաշտի անձնակազմը կարողանում են փրկվել։